Օրոմյան 3-18-ամյա Դավիթին կալանավորեց ձեզ դատապարտած դատավոր Մնացական Մարտիրոսյանը եւ դուք այն տարիներ առաջ երբ ձեզ էր կալանավորել Մարտիրոսյանը նրան անվանել եք տխրահռչակ դատավոր եւ ասել եք, որ այնտեղ ոչ թե դատավորն է նստած, այլ Սերժ Սարգսյանն է։ Շարունակում է դատավորը ձեզ համար նման տխրահռչակի համբավ ունենալ թե ոչ եւ 3 դուք եք այնտեղ նստած, թե Մնացական Մարտիրոսյանն էր ուղղակի նստած, եւ 2019-ին դուք հայտարարել եք, որ կոպիտ խախտումներ արած դատավորները պետք է հեռացվեն, իսկ Մնացական Մարտիրոսյանը, երբ նայում ենք անցյալը, իր որոշումները, դատավճիռները հենց դրանով էլ հայտնի է լինում։ Խնդրում եմ ձեր կարծիքը հայտնեք այս ամենի վերաբերյալ եւ մեկ հարց Զատիկի տոնին որ եկեղեցի եք գնալու եւ ինչու այլևս նախապես չեք հայտարարում, որ եկեղեցի եք գնալու, որպեսզի ձեզ չընդունող մարդիկ չգան, հետո չկալանավորվեն, ձեր թիկնապահների կողմից չքաշքշվեն։ Ես 3 նստած եմ եղել օդանավում, հյուրանոցում, Կրեմլում, ավտոմեքենայի մեջ, ուրիշ տեղ նստած չեմ եղել։ Ինչ վերաբերվում է եկեղեցուն, ես շուտ եմ հայտարարել, որ չեմ հայտարարելու նախապես, ամենայն դեպս հիմնականում։ Իսկ եթե հայտարարելու առիթ կլինի, առաջիկա ճրագալույցի եւ Սուրբ Զատիկի հետ կապված, եթե առիթ կլինի, նպատակահարմար կգտնեմ, կհայտարարեմ։ Այլ մեկնաբանություն չունեմ, դատական համակարգով զբաղվող ինստիտուտներ կան, թող զբաղվեն։ Այլ մեկնաբանություն չունեմ։